Շնորհակալություն, հաջորդը Մյուզեում։ Ուսուցիչների չտնօրենների ազատման չդիմում են գրել իրեն։ Բայց այդպես է ստացվում, անձամբ կանչում եք այդ երեխաներին, փակում եք ձեր կողմը եւ քարոզարշավ եք իրականացնում։ Ինչու եք այդպես բանում, երեխաները ամենահեշտ քարոզչական միջոցն է ձեզ համար եւ վերջում դարձում երեք արդեն ուսանողի մի հայտարարություն է ձեր միտքը ուսանող ընդհանրապես միտք չտան։ Ինչպեսի է ձեր արտադրությունը։ Մեզ ասուլիսի է գալիս, հենց արդեն շտապով արդեն հրաժարվում էին նկարվել, երեխեքից մեկը բերեց էս ինձ տվեց։ Հիմա ասենք ենթադրենք ես սիրում եմ երեխեքին, եթե երեխեքը ինձ մոտենում են, ուզում են նկարվեն, ասեմ չէ չեմ նկարվում ձեզ հետ, բա ինչի մասին եք ասում։ Մի կանոնում եք, խոսում եք, հետո վերջում կանչում եք բոլոր երեխաներին հետև հավաքված և նույնիսկ շատ հաճախում է դրոցի, ռասի ժամերին երեխաներին եկել են հավաքում եք Ինչ անեմ, ոնց ջրցան մեքենա երեխեքին ցրեմ։ Որում եք և ինչ բան է, դա իսկական ներգրավել է այդ երեխեքին այդ ամենը։ Ես իրավաբանների հետ խոսել եմ, իրանք ասել են, որ ոչ մի իրավախախտում այդտեղ չկա։ Այո, ասել են, ես հենց առաջին օրերից, երբ որ երեխեքը զգացել են, որ ինչ-որ սենց ակտիվանում է, ես իրավաբաններին հանձնարարել եմ, որ իրենք եզրակացություն տան, այդտեղ օրենքի խախտում կա, թե չկա, որտեղ երեխաներն էլ իրավունք ունեն, եւ իմիջիալոց մեր սահմանադրությամբ դա երաշխավորված իրավունք է, երեխաներն էլ իրավունք ունեն արտահայտել։ Ինչ անեմ դա։ Բայց երեխեքը հիմա գալիս են, ասենք հիմա այն երեխեն եկի ընդեք կանգնել է, նայեք, ասենք հիմա ուր գնում եմ երեխեք գալիս են, ինչ անեմ ես, ցրեմ երեխեքին, արգել եմ գա, ոնց արգել եմ, ոնց արգել եմ, հետո չեք ասելու, ոստիկանական շարքերով շրջափակված Փաշինյանը իբր քարոզչություն է անում եւ այլ, ինչ անեմ։ Հարգելի Ռուզան, թույլ տանք մյուս գործընկերներին հարցնել, ինչ ժամանակ է մնացել։ Մյուս հարցերին մեկը Ռուսաստան տնօրենների գործողությունների հետ ակապ։ Նախ ես ասում եմ, բացառում եմ, որ մեր շտաբից եւ կառավարությունից եւ գործադիր որևէ օղակից որևէ հրահանգ գնացած լինի։ Բացառում եմ պարզապես։ Իսկ ծառայական քննությունը նրա համար է, որ պարզվի պաշտոնյաների գործողություններում ապօրինի բան կա, թե չկա, կպարզվի եւ շնորհակալ եմ այդ մարդիկ կամավոր դիմում են գրել, որպեսզի մենք հանդարտ ոչ ներվային պայմաններում հնարավորություն ունենք հարցը քննարկել, բայց ես չեմ էլ ուզում հանկարծ պարզվի մի տնօրեն ոչ տեղյակ է, ոչ գիտի, մեկ էլ մարդ իմանում է իրան SMS-ով գործից հանել են, կամ առանց SMS-ի։ Այսինքն մենք հասկանանք, որ մարդը խնդիր է առաջացրել, ապօրինի բան է արել, եթե պարզվի կազատվի աշխատանքից, մանավանդ որ դիմումն է գրել է, եթե պարզվի, որ ոչ մի ապօրինություն չի արել, ինչի ազատենք մարդուն գործից, կամ եթե պարզվի ապօրինություն է եղել, որ արել է, իր հետևից գնա։ Ռուսաստանի հետ կապված դե կարծում եմ, որ էմոցիոնալ հայտարարություններ են, որովհետև Շնորհակալ